Ամերիկայի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 44 կողմ 7 դեմ ձայներով ընդունել է արտաքին ծառայության մասին օրենքի նախագծի ուղղում, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ եւ անվերապահ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին եւ պահվող անձանց։ Ուղղման հեղինակը կոնգրեսական Բրեդ Շերմանն է, որը հայտարարել է, որ շարունակելու է պայքարել Ադրբեջանում պահվող եւ բռնությունների ենթարկված հայերի ազատ արձակման համար։ Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն նույնպես ողջունել է հանձնաժողովի որոշումը։ Պետական բյուջեի պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կհատկացվի 325 միլիոն դրամ։ Գումարն ուղղվելու է միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում եւ այլ միջազգային ատյաններում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանն ու պաշտպանությանը։ Դրանով կապահովվի նաեւ այդ ատյանների կողմից ընդունված վճիռների եւ որոշումների կատարման համար փաստաբանական ու իրավաբանական ծառայությունների մատուցումը։ Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը եւ 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննում էր գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդությունը, որն առնչվում էր Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելուն եւ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն։ Մենք պատրաստ ենք այդ բարդությունների, միշտ պատրաստ ենք եղել եւ հիմա էլ ենք պատրաստ եւ մի անգամ ասել եմ, մեկ անգամ էլ կասեմ, ավելի մեծ պատիվ է մեր պայքարի համար գտնվել ճաղերի այն կողմում, քան այս կողմում։ Եվրասիական տնտեսական միության տվյալներով 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը աճել է 12,6%-ով, իսկ ուղևորափոխադրումները 6,1%-ով։ Միաժամանակ ԵԱՏՄ-ում ընդհանուր ուղևորաշրջանառությունը աճել է 0,8%-ով։ Իհարկե ձեռնատու է, այս պահին արդեն ԵԱՏՄ ձեռնատու չէր, հասկացանք, որոշել եք դուրս գաք, էլի հասկացանք, քաղաքական գիծ եք իրականացնում։ Ամեն ինչը պետք կարելի է նախապատրաստել։ Ոչ ոք ոչ նախապատրաստած է, պարզապես ստի վրա նստած ասում են բեռնատարը որ գնում է։ Ուր է գնում միջակայքում, պարզապես հաշվի չկա։ Վնասները տելում եք ամեն օր մի ճյուղ բացվում է, պայթում է, էլի վնասների քանակից։ Հայաստանի սահմանային անցակետերում բեռնատարների երթևեկության կառավարման նոր կանոններ են սահմանվել։ Կառավարության որոշմամբ սահմանվել են ավտոկայանատեղիների կազմակերպման պահանջներ, հերթագրման ծառայության առավելագույն վճար մինչև 5000 դրամ, ինչպես նաև հերթերի կառավարման համակարգին միանալու կարգը։ Առաջնահերթություն կտրամադրվի որոշ բեռնատարների, այդ թվում շուտ փչացող ապրանքներ տեղափոխող մեքենաներին։ Նոր կարգավորումները նախ կկիրառվեն Բագրատաշեն եւ Ագարակ սահմանային անցակետերում։ Կառավարությունը հաստատել է Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը։ Էներգաբլոկի անվտանգության գնահատման շրջանակում իրականացվել են հրդեհների ազդեցության, գործող նորմերի պահանջներից շեղումների եւ անվտանգության բարձրացման լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ ուսումնասիրություններ։ Հաշվետվությունների մի մասն արդեն ներկայացվել է միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի դիտարկմանը։ Հայաստանում նախատեսվում է ներդնել նոր կարգավորում, որը քաղաքացիներին հնարավորություն կտա առանց նոտարի այցելելու եւ լիազորագրերի ձևակերպման հեռավար եղանակով ձեռք բերել նորակառույց կամ նոր կառուցված եւ շահագործման հանձնված բազմաբնակարան շենքերում գտնվող անշարժ գույք։ Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգում կինտեգրվի ձևանմուշ, որը թույլ կտա, որպեսզի հիփոթեքային վարկի առկայության պարագայում գնորդը, վաճառողը եւ բանկը հեռահար էլեկտրոնային համակարգի մեջ կնքեն, վավերացնեն այն պայմանագիրը, որը հիմք կդառնա իրավունքի պետական գրանցման համար եւ սեփականատիրոջից, այսինքն կառուցապատողից սեփականության իրավունք կփոխանցվի հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերողին։ Վերջինս կարող է պայմանագիրը վավերացնել թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս։ Կառավարությունը փոփոխել է մեծ պահանջարկ ունեցող ավտոհամարանիշների տրամադրման կարգը։ Նոր չափորոշիչներով այդ շարքում ներառվել են նաև այն համարանիշները, որոնցում կան 0 թվեր եւ 1 կամ մի քանի կրկնվող թվեր, տարվեր կամ նույն լատինական տառերի համադրությամբ։ Դրանց առաջնային օգտագործման իրավունքը քաղաքացիներն ու կազմակերպությունները կկարողանան ձեռք բերել առանց աճուրդի, որը կախված համադրությունից կկազմի 250,000 դրամից մինչև 8 միլիոն դրամ։
ՊԿ բացահայտել է շուրջ 619 միլիոն դրամի ստվերային շրջանառություն եւ 340 միլիոն դրամի աշխատավարձի թերհայտարարագրման դեպք Երևանում եւ աշտարակում գործող խանութների ցանցը ըստ հաղորդագրության վաճառքների մի մասը չի գրանցել ՀԴՄ-ով, ինչի հետևանքով չվճարված հարկային պարտավորությունները կազմել են շուրջ 260 միլիոն դրամ, դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեն եւ ԱԱԾ-ն բացահայտել են 2024-26 թվականներին Տելեգրամի առցանց հարթակների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խմբի գործունեությունը։ Ձերբակալվել են խմբի ղեկավարը եւ նրա կինը, որոնց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Հետախուզությամբ հայտնաբերվել է ավելի քան 2 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց։ Խմբի ղեկավարը կալանավորվել է, իսկ նրա կնոջ նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Ռուսաստանի արտգործնախարարությունը Սերգեյ Լավրովի եւ նրա ամերիկացի գործընկեր Մարկո Ռուբիոյի զրույցը որակել է որպես հանգամանալից։ Նրանք մտքեր են փոխանակել երկկողմ եւ միջազգային օրակարգի լայն շրջանակի շուրջ։ Նշվում է, որ ուկրաինական հարցի քննարկման ժամանակ Լավրովը ամերիկացի գործընկերոջը ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը, ընդգծել Կիևի ռեժիմի հետագա զինման անթույլատրելիությունը եւ ընդհանուր առմամբ եվրոպական երկրների ապակայունացնող քաղաքականությունը։ Լավրովը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը հակամարտության քաղաքական եւ դիվանագիտական կարգավորման հարցում եւ իր հանձնառությունը անքորիջում նախագահներ Պուտինի եւ Թրամփի հանդիպման ժամանակ ամերիկյան կողմի ներկայացրած առաջարկներին, որոնց հետ Ռուսաստանի առաջնորդը համաձայնել է։ Եվրոպական միության դեսպանները քաղաքական համաձայնության են հասել Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ։ Նոր փաթեթը ներառում է ռուսական նավթի գների առավելագույն շեմի 12-ամսյա սառեցում։ Բացի այդ, սահմանվել է 1 տարվա բացառություն, որը թույլ է տալիս երրորդ երկրներ իրականացնել ռուսական հեղուկ բնական գազի փոխադրումները ավտոմատ երկարացման հնարավորությամբ։ Ուկրաինան պահանջում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերտ նիստ գումարել Սևծովում քաղաքացիական նավերի վրա Ռուսաստանի հարձակումների պատճառով։ Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարել է, որ եթե այդ հարձակումները շարունակվեն, Աֆրիկայի, Ասիայի, Մերձավոր Արևելքի եւ Լատինական Ամերիկայի միլիոնավոր ընտանիքներ կարող են բախվել սննդամթերքի գների աճի եւ սովի վտանգի, իսկ Ռուսաստանը շարունակում է պնդել, թե Ուկրաինան քաղաքացիական բեռների անվան տակ Սևծովում ռազմական նշանակության բեռներ է տեղափոխում։ Վերջին օրերին Ռուսաստանը հարվածել է առնվազն 3 քաղաքացիական բեռնանավի։ Ռուսաստանում վարելիքի շուկայի կայունացման ուղղված միջոցառումները, որոնք ընդունվել են կառավարության կողմից, աշխատել են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը։ Ռուսաստանի նախագահ Պուտինը տնտեսական հարցերի խորհրդակցություն է անցկացրել։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանում վարելիքի հետ կապված իրավիճակը հատուկ նշանակություն է պահանջում, իսկ լրացուցիչ միջոցառումները պետք է շարունակվեն։ Ընդհանուր առմամբ արձանագրվել է, որ այն միջոցառումները, որոնք կառավարությունը ընդունել է նախորդ խորհրդակցությունների արդյունքներով, շատ առումներով աշխատել են։ Բազմաթիվ տարածաշրջաններում իրավիճակը թեթևանում է։ Միևնույն է, առաջվա պես իհարկե հատուկ ուշադրություն եւ լրացուցիչ միջոցառումների շարունակում է պահանջում։ Մեզ դարպասով չեն կարող մտնել։ Կնիկված, հա։ Առինջմոլում աշխատանքային օրն այդքան էլ խաղաղ չսկսվեց, իրավապահներն էին կրկին այցելել առևտրի կենտրոն գործողություններ սկսել, իսկ աշխատակիցները առևտուր անել չէին կարողանում, ամեն ինչ կաթվածահար էր, ինչի պատճառով էլ վիճակը լարվել էր։ Մենք բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք ու դուք պետք է մեր իրավունքը պաշտպանեք։ Մեր իրավունքը, այսինքն հիմա որ մենք մնում ենք անգործ, ինչ եք անելու, դուք եք մեզ պահելու։ Հարկերը դուք եք անելու։ 20-ից ավելի խանութ էր փակվել Գագիկ Շամշյանի տեղեկություններով ըստ իրավապահների տաղավարների փակման պատճառը տարածքով անցնող բարձր լարում ունեցող հոսանքալարերն են։ Շատերը 6 տարուց ավելի են այստեղ աշխատել։ Անվտանգությունից ելնելով պիտի չաշխատեն կամ ժամանակավոր դադար տան, մնացած տեղերում տաղավարները աշխատում են։ 24, 34, 44, ներքևի շարքը չի աշխատում, դռները պլոմբած է, միակ դուռ է, 5-րդ մուտքն է, մենակ բաց, վերջ։ Բոլոր տեղից հարցնում են, բարիշ մոլը փակա, չէ, արիշ մոլը բաց է։ Քննչական գործողություններին զուգահեռ մեծ թվով իրավապահներ էին դեպքի վայր բերվել, վիճակը պարբերաբար էր լարվում, քաղաքացիները նաև կտրուկ միջոցների էին ուզում դիմել։ Աշխատակիցները փորձում են փակել ճանապարհը, բայց ոստիկանության մեջ ծառայողներ կարծես թե կանխում են։ Հիշեցնենք, որ Առինջմոլի սեփականատերն այս պահին կալանքի տակ գտնվող գործարար Գագիկ Ծառուկյանն է։
Հուլիսի 22-ին 30-ամյա Գորսու Քասյանը վազ 2107-ով եղեգի շատին ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին, վարորդին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Վայոց ձոր բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նա տեղափոխվել է Վայոց ձոր բժշկական կենտրոն։ Քաղաքացիները նշում են, ասում են բավականին արագ են ժամանել շտապօգնության բժիշկները, ինչը ընտիրա գովելի է։ Եվ Արարատի մարզում Վեդիի կամուրջն ապամոնտաժվում է, վերջին տարիներին այն դարձել էր վտանգավոր ու վթարային, իսկ այդ կամրջի հարևանությամբ անընդհատ տեղի էին ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, նաև վրահերթեր, այդ թվում ողբերգական։ Այս կամուրջը ահագին օգնում է գյուղերի բնակիչներին, տեսեք, բայց ուղղակի հիմա որ տեսեք, այն վերևի հատվածը որ տեսեք, դրանց ամբողջովին քայքայված, արդեն անգամ երթևեկությունը այս կամրջի վրայով դարել էր վտանգավոր։ Այս կամրջի փոխարեն կառավարության ֆինանսավորմամբ կկառուցվի նորը։ Վարորդների ու շինարարների անվտանգությունն էլ ապահովում էին ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները։ Ինչ է նաև հետիոտների անվտանգությունը ապահովելու համար այստեղ ծառայություն են կատարում նաև ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Արարատի մարզի գումարտակի պարեկները, դե գիտեք, մեր որոշ վարորդներ հենց նման տեսան են տեսնում, ավտոմեքենաները կայանում են, ստեղծում են արհեստական խցանումներ։ Իսկ քանի պարեկները այստեղ ծառայություն են կատարում, նման վարորդները չեն կայանում ավտոմեքենաները եւ խցանումներ տեղի չի ունենում։ Զվարթնոց օդանավակայանի խորհրդանշական կլոր շենքի մասով առաջիկա ամիսներին հնարավոր է որոշում կայացվի։ Կառավարությունը մտադիր է Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանի հին համալիրը հանել հուշարձանների պետական ցուցակից։ Երկար տարիներ Հայաստանի այցեքարտերից մեկը համարվող շենքը կարող է կորցնել իր երբեմնի կարգավիճակը։ Դիտարկվող կառույցը Զվարթնոց միջազգային օդանավակայանի հին մասնաշենքը որպես հանրապետական նշանակության հուշարձան ընդգրկված է կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի որոշմամբ հաստատված Երևան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։ Նշված հանգամանքը ենթադրում է, որ կառույցի նկատմամբ կիրառվում են պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանությանը ուղղված իրավական սահմանափակումներ եւ հատուկ կարգավորումներ։ Հիմնավորման համաձայն հին մասնաշենքն այլևս չի համապատասխանում ժամանակակից նորմերին։ Կառավարության եւ կոնցեսիոն ընկերության միջև համաձայնեցված զարգացման ծրագրով նախատեսվում է $100 միլիոն ներդրում, որի շրջանակում օդանավակայանի ենթակառուցվածքները պետք է արդիականացվեն եւ ընդլայնվեն, սպասարկելով զգալիորեն ավելի մեծ ուղևորահոսք։ Գտնում ենք, որ Զվարթնոց միջազգային օդանավակայանի հին մասնաշենքը որպես տրանսպորտային ենթակառուցվածք նպատակահարմար չէ ընդգրկել վերոնշված ցուցակում որպես հանրապետական նշանակության հուշարձան, քանի որ այդ հանգամանքը խոչընդոտում է օդանավակայանի զարգացման ծրագրով նախատեսված վերակառուցման եւ գործառնական արդիականացման աշխատանքների իրականացմանը։ Կառավարության նախաձեռնությունը սակայն լուրջ մտահոգություն է առաջացրել ճարտարապետների եւ մշակութային ժառանգության պաշտպանների շրջանում։ Նրանք ընդգծում են կլոր շենքը հայկական մոդեռնիստական ճարտարապետության բացառիկ նմուշներից է եւ միջազգային ճանաչում ունեցող կառույց։ Մասնագետների համոզմամբ այն հնարավոր է պահպանել եւ վերագործարկել, իսկ կառավարության որոշումը կյանքի կոչելու պարագայում մեծ է հին շենքի քանդման հավանականությունը։ Ես գտա հայրիկիս ֆայլերի մեջ, էսքիզների մեջ մի նոր գաղափար, որը վերաբերվում էր օդանավակայանին, եւ դրա հիման վրա ծնվեց նոր գաղափար վերադարձնել ժամանակակից եւ վերաարդիականացնել գոյություն ունեցող պատմական մեր օդանավակայանը։ Զվարթնոցի հին համալիրը, որը 1980 թվականին է շահագործման հանձնվել, համարվում է խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության ամենանշանավոր օրինակներից մեկը։ Իր ինքնատիպ շրջանաձև կառուցվածքով այն ճանաչում է ստացել նաև Հայաստանի սահմաններից դուրս, դառնալով ոչ միայն օդանավակայան, այլև երկրի ճարտարապետական խորհրդանիշներից մեկը։ Ճարտարապետական կառույցի ճակատագրի շուրջ քննարկումները շարունակում են մնալ հանրության եւ մասնագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում։ Մենք կարողանում ենք միայն ընդամենը
երկու շենքերի վրա ավելացնել այդ թափանցիկ ծածկը, ստեղծում ենք շատ հետաքրքիր համարյա թե 70,000 քառակուսի մետր, ունենալով դրա հետ միաժամանակ 10 գիծ լրացուցիչ։ Ներկայումս շենքը չի օգտագործվում իր սկզբնական նշանակությամբ եւ չի համապատասխանում գործող օդանավակայանին, ենթակառուցվածքների, տեխնիկական եւ անվտանգային պահանջներին։ Նախատեսվող արդիականացումը նպատակ ունի ապահովել շենքի արդյունավետ օգտագործումը, այն ինտեգրելով օդանավակայանի ընդհանուր զարգացման ծրագրին։